ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը ընդունել է Կովկասում Չինաստանի վերահսկողության դեմ պայքարի ակտը։ Օրինագիծն արտահայտում է Վաշինգտոնում աճող մտահոգությունը, որ վրացական երազանք կուսակցությունն ավելի ու ավելի է հայտնվում նահանգների գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդների ազդեցության ոլորտում։ Օրինագիծը նահանգների վարչակազմին պարտավորեցնում է պատրաստել գաղտնի գնահատական Վրաստանում ռուսական և չինական հետախուզական կառույցների ներթափանցման ծավալների վերաբերյալ, այդ թվում պարզելու, թե որքանով են նրանց գործունեությունները փոխկապակցված։ Ներկայացուցիչների պալատը պետվարչությանը հետախուզության և պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին հանձնարարում է ակտի ընդունումից ոչ ուշ, քան 180 օրվա ընթացքում ներկայացնել գաղտնի զեկույց։ Բացի այդ, օրինագիծը պետվարչությանը պարտավորեցնում է մշակել նահանգների Վրաստանի հետ հարաբերությունների 5-ամյա ռազմավարությունը և որոշել, թե արդյոք Ամերիկան պետք է շարունակի ներդրումներ կատարել Վրաստանի կառավարության հետ գործընկերության շրջանակներում։ Օրինագծի ընդունումից առաջ ներկայացուցիչների պալատում ելույթ է ունեցել հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը։ Վրաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրամիության վիզային կարգավորման շրջանակներում նախատեսված հանդիպումը քննարկումների թեմա է Թբիլիսիում։ Ընդդիմադիր ուժերը հույս են հայտնում, որ Վրաստանի համար առանց վիզայի տեղաշարժը վտանգի տակ չի հայտնվի, սակայն նրանց գնահատմամբ, եթե նման որոշում ընդունվի, դա կլինի վրացական երազանքի սխալ քաղաքականության հետևանքը։ Իսկ իշխող թիմում հայտարարում են, որ հունիսի 11-ին նախատեսված հանդիպումը տեխնիկական բնույթ ունի և կողմերը քննարկելու են դիվանագիտական ու ծառայողական անձնագրերին վերաբերող կարգավորումները։ Ընդդիմադիր դաշտում հակասությունները շարունակվում են։ Միխեիլ Սաակաշվիլին գտնում է, որ անձնական բնույթի հակամարտությունները Բիձինա Իվանիշվիլիի պատվերի կատարումն են։ Եթե ինչ-որ մեկի մոտ բանավիճելու ցանկություն է առաջացել, կոչ եմ անում քննարկել, թե ինչպես հաղթենք բռնապետին և մրցենք գաղափարներով, այլ ոչ թե անձնական, հորինված կամ իրական վիրավորանքներով ու ուրիշներին նվաստացնելու փորձերով։ Այս մասին Միխեիլ Սաակաշվիլին գրել է սոցիալական ցանցում։ Միևնույն ժամանակ Facebook-ի ուղիղ եթերում Թամար Չերգոլեիշվիլին նշել է, որ դաշինքի ներսում հակասություններ չկան և իրենց հետ հակասության մեջ գտնվող միակ անձը Միխեիլ Սաակաշվիլին է։ ԵԱՀԿ-ն հրապարակել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը։ Զեկույցի համաձայն 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրողներին իրական ընտրության հնարավորություն են տվել թեկնածուների միջև և ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատվել են որպես լավ կազմակերպված գործընթաց։ Սակայն զեկույցում նաև խոսվում է խիստ բևեռացված քաղաքական միջավայրի մասին։ Ավելին, նշվում է, որ քաղաքական բաժանումը կիրառվել է որպես ուղղակի ճնշման և արտաքին միջամտության հիմք։ Խոսքը վերաբերում է նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ Զեկույցում ասվում է, որ Հայաստանի վարչապետը ընդդիմադիր թեկնածուներին սպառնացել է իրենց ընկերությունների ազգայնացմամբ։ Նաև քարոզարշավի ժամանակ թեկնածուների միջև հաճախակի են եղել անձնական բնույթի հարձակումները։ Քարելի մունիցիպալիտետում բարելավվել է ջրի մատակարարումը 3440 հեկտար գյուղատնտեսական հողատարածքի մակերեսին։ Սկրա Քարելիի գլխավոր ջրանցքի մոտ 11 կիլոմետր երկարությամբ հատվածում իրականացվել են մաքրման և վերականգնման աշխատանքներ։ Ջրանցքը մաքրվել է նստվածքային հողից և փշոտ թփերից, վնասված սալերը փոխարինվել են նորերով և մոնոլիտ բետոնով, ինչպես նաև կառուցվել են եզրաքարեր։ Վերականգնողական աշխատանքներ են իրականացվել նաև Ձամայի ջրատարի վրա, վերականգնվել են վնասված հատվածները և կառուցվել տարբեր տեսակի հիդրոտեխնիկական կառույցներ։ Նախագիծն ավարտվել է ընթացիկ տարվա մայիսին։ Եվրահանձնակատարը ընդլայնման հարցերով զգուշացրել է Ուկրաինայի խորհրդարանին, որ առանց դատական բարեփոխումների երկիրը կկորցնի հարյուրավոր միլիոնավոր եվրոներ։ Այս մասին Մարտակոսը հայտարարել է Կիևում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Եվրահանձնակատարը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է այն բարեփոխումներից մեկին, որը նախատեսված է Ուկրաին Ֆեսիլիթի ծրագրի շրջանակներում։ Եթե այդ բարեփոխումը չիրականացվի, Ուկրաինան կարող է կորցնել Եվրամիության կողմից տրամադրվող զգալի դրամաշնորհային ֆինանսավորումը։ Նրա խոսքով խոսքը դատավորների բարեխղճության հայտարարագրերի ստուգման կարգի փոփոխության մասին է։ Մարտակոսը հույս է հայտնել, որ Ուկրաինան անհրաժեշտ փոփոխությունները ժամանակին կիրականացնի։